Ընտրությունների արդյունքները բարև ձեզ։ Իհարկե կեղծվել են ու շատ լավ են կեղծվել։ Ես մի քանի մեկնաբանների լսել եմ, օրինակ Գագիկ Թադևոսյանին, Վարդան Հակոբյանին, ու էլի որոշ մարդկանց, որոնք իմ համար երբ որ կարծիք են կազմում, ոնց ասեմ, ավտորիտետ չեն, էլի ուղղակի ես իրանց հավատում եմ։ Տեղամաս է եղել, որ Փաշինյանը ընդհանրապես ձայն չի հավաքել, 0 ձայն։ Ասեցին 4-ը տեղամաս, որտեղ նկարել են թվեր։ 5-րդ տեղամասում ինչ որ հավաքած է եղել մի 50 ձայնի չափ, ես կոնկրետ չեմ հիշում ու պետք է չի որ հիշեմ, առանց հետև օրենքա ծանրաբեռնված եմ, որ այդքան հիշենք, ասավ մի վռած ծերանանք, 757 այդ 50 ձայնը շինել են 757, այսինքն նկարված է եղել։ Այստեղից հետևություններ, որ ընտրությունները լիովին կեղծված են եղել, Նիկոլ Փաշինյանը այդքան ձայն չի հավաքել, շատ կուսակցություններ, որոնք թույլ են գտնվել, նրանցից գողացել են։ Բարգավաճի համար մի հատ շատ հետաքրքիր բան ասեմ, այս ընտրվածները եթե մնացին, Բարգավաճին շատ սիրով պետք է անցկացնեն, ասեմ ինչու, իհարկե սրա մեծ հումոր կա, հումորով ընդունեք ես, որովհետև Բարգավաճի Գագիկ Ծառուկյանը ինքը հիմա Նոյան տապան է շինում, այդ Նոյան տապանը փրկվելու համար, այս մնացած ով որ անցել է, Բարգավաճի պետք է անցկացնեն, թե չէ Գագիկ Ծառուկյանը առհատ է իր նավի վրա կվերցնի, կասի խորտակվեք, տապալվեք, չանցկացրեք չեն վերցնում։ Հարգելիս հիմա ոնց ձեզ ասեմ, այդ նույն բանն է, ոնց որ ես քո մտքերը կարդամ, թե դու ինչ ես մտածում։ Ամեն կուսակցություն ունի իր ղեկավարը, իր լիդերը, ասենց ասեմ, լիդերը ինչ ասեց, այնը կանեն։ Ես բազմակարծիք եմ այդ հարցում, նախ եւ առաջ սրանք պետական աթոռ են, տեսեք, հենց մեկը Սամվել Կարապետյանը, ինքը եթե այսքան փող բաժանելու տեղը, ինչ-որ բաժանեց, մի քանի տարի առաջ պետք է սկսել կոնկրետ ծրագրեր, խոսքի ես որպես Թոշակառուների միության նախագահ, կարա շատ մեծ սիրով, հենց Երևանում 4-5 հատ ամեն ռայոնում ծերանոց շիներ, ամեն ռայոնում թափառող մարդկանց, որոնք Հայաստանում, Երևանում քիչ չեն, ճաշարաններ շիներ, օրվա մեջ 10 հոգի կերակրելը ինչ էր իր համար, օրը 500 դրամով է որ հաշվում ես, 5000 դրամ փող պետք է ծախսեր այդ մարդկանց կերակրել, մի հատ առաջի, երկրորդ, երրորդ թող լինի 1000 դրամ, 10000 դրամ է էդի փող էր, իսկ մենք որ նայում ենք ընտրակաշառքներին, այսինքն ընտրությանը, այսքան ձայնագրությունը, բանը, թող այդ ասածների, արածների կեսն է սուտ լինի, բայց նայեք ինչ հսկայական գումարներ գնաց, սրան տվին, նրան տվին, որ գան մի հատ ձայն տալու համար, պատկերացնում եք ինչ է կատարում, էլ չհաշված, որ այդքան տրանսպորտ ծախսեցին, այդքան բան արեցին, դրա փոխարեն ասում եմ, ինչ-որ բարեգործական, մանկապարտեզների սնունդ հարցնեին, ես շատ գիտեմ, 1000 մի տեսակ բաներ կան, 2 հատ մանկապարտեզ բացեին, այն բանը, Հաշմանդամ երեխեքի բանի քիչ են Հայաստանում, լիքն են, թող տուն ինտերնատներ բացեին, 1000 մի տեսակ բաներ կան, ես այս ընտրությունները բաբշե ով որ անցել է, դե Քոչարյանը Քոչարյանն է, էդի հետ, ես ասել եմ, մենի դիակ է, քաղաքականության մեջ ինքը իմ համար դիակ է, եղել է ու դիակ է կմնա, մարդը այդքան անկուշտ ագահ չի լինի, արա գնա հանգստացի էլի, քեզ հանգստացրա, ընտանիքը տար գնա, մեկը թռնող ես, ընտրությունների չեղած թռար, որ բան չանես, չբողոքարկես, քեզի ձեռը տալի, գնա թող մի ուրիշը գա կարող է ազգի հարց լուծի, այսօրվա դրությամբ ոչ մի բան ես չեմ սպասում, մարդը պետք է աշխատի որ երևա, Նիկոլային ժամանակ որ ընտրել են 18 թվին, անցավ մի շաբաթ ասի այս մարդը բան չի անում, ասեն դե նոր է եկել, մի ամիս անցավ բան չի անում, դե նոր է եկել, մի տարի անցավ բան չի անում, դե նոր է եկել,
8 տարի դրեց մեզ գզեց, դե նոր է էլի։ Հետո հների թազակի վրա գտեցին, հետո այս ընտրությունների մեջ ես դες ասեմ, թոշակառուներն էլ են շատ մեղավոր։ Նիկոլ ջան, Նիկոլը թոշակա բարձրացրել, Նիկոլը բան արել, ձերի բուժումը բան արել։ Եվ անդանոսներին ցույցում տվել, որ ձերի բուժում լինի, բուժման փաթեթ էլի մի խոսքով ասած։ Բայց այս մարդիկ չեն հասկանում, որ յուրաքանչյուր առաջընթաց երկրում, նույնիսկ Վրաստանը, որ մեր հարևաններն են, 100 տարի այդ ձերի բուժումը կա, այնտեղ մի քիչ ձերի չի, մի քիչ ուրիշ ձևի է, խոսքի թոշակառուն ընկնում է հիվանդանոց, եթե արժի այդ կուրս բուժումը 1 միլիոն դրամ, մեր փողով էլի ասել, իրանց մոտ ընդամենը թոշակառուն ուտում է 10%։ Մեր մոտ է թողը տենց անեն։ Չենք ասում լրիվ ձրի արա, բայց ընենց արա, որ ըլնի, եկո չեմ ուսորը դու նորից նստար ղեկավար, ասելու ես բժիշկները փող չեն ստանում, բժիշկները աշխատանքից դուրս են գալիս, ստիպված նորից պետք է այդ անվճարը հետ տանենք, որ բժիշկներին փող տանք, թոշակները պետք է հետ տանք, որովհետև զինվորներին էր այդ նախատեսված, կրճատենք դες տվինք, որ մեզ ընտրեք։ Այդ հարցի շուրջ ես շատ կարճ կասեմ, Տիգրան Ավինյանը թող նախորոք, մի հատ ես 1000 անգամ դիմել եմ, այս անգամ էլ եմ ասում, թող մի հատ թոշակառուի 105 դրամանոց դրամարկղ տեղադրի ավտոբուսների մեջ, մետրոյի կայարաններում, որ 45 դրամ չթալանի թոշակառուին, դրանից հետո կմտածենք, բայց Ավինյանը մեծ հույսերա կապի ես չեմ իմանում ու մեծ, շուտով ինքը այլևս չի լինի, իսկ իրա դուրս գալուց հետո ինքը շատ վատ օրի է ապրելու։